Կինոյում առաջին փորձերս եղան հեռուստավավերագրություն, եթե կարելի է այդպես ձևակերպել, վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայով սկսեցի զբաղվել, բայց հենց առաջին ֆիլմում գեղարվեստական տարրեր մտցրեցինք, որովհետև զուտ վավերագրություն չէինք ուզում եւ այդպես առաջին ֆիլմս հենց այդպես ստացվեց գեղարվեստավավերագրական ֆիլմ, չնայած դրանից առաջ արդեն կային բավական շատ կարճամետրաժ ֆիլմեր, էլի վավերագրական, բայց ամենամեծ եւ առաջին փորձս եղավ գեղարվեստավավերագրական ֆիլմը, որի ռեժիսուրայով եւ սցենարով սկսեցի զբաղվել։ Ռեժիսուրայում ինձ ավելի շատ հետաքրքրում եւ գրավում է ստեղծելը, պատմության ստեղծելը, այսինքն բոլոր այն տեսարանները, որոնք կարող ես ստանալ, կամ բոլոր այն հերոսներին, որոնց կարող ես ընտրել, դրանք ամբողջությամբ պատմության վերածնունդն եմ համարում, այսինքն դու նորովի ստեղծում ես մի բան, որը եղել է մեզանից առաջ, որը կլինի մեզանից հետո, բայց այդ ժամանակ դու ինքդ ստեղծագործում ես, դու ինքդ նկարում ես նկարչի նման այն կերպարներին ու այն տեսարանները, որոնք ուզում ես տեսնել կամ որոնք գուցե արդեն տեսել ես։ Կարևոր է ստեղծել այն, ինչ որ վերստեղծել այն, ինչ որ եղել է, ցույց տալ պատմությունը, ցույց տալ մարդկանց այն, ինչ որ դժվար է դասագրքերում, կարդալ պատմության գրքերում, կարդալ, որը դժվար է տեսնել ու երևակայել, թե ինչպես կարող էր լինել։ Սիրում եմ վավերագրության եւ ընդհանրապես ֆիլմերում նաեւ պատմական վերածնունդների դրվագները։ Վավերագրությունը մի քիչ խնդիր ունի այսօր, պետք է լսարանին տալ ավելի բեմականացված, գուցե նաև բեմադրված հատվածներ զուտ վավերագրությունից բացի, որովհետև այսօրվա մեր լսարանը ավելի այլ պահանջներ ունի։ Զուտ վավերագրություն մի փոքր արդեն դժվար ընկալելի է լսարանի կողմից։ Առանց մեծ պրոդյուսերների եւ առանց խոշոր ներդրումների որևէ քայլ անել անհնար է։ Բայց նաև այդ առումով պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ կարևորություն կարող է ունենալ տվյալ սցենարը, տվյալ ֆիլմը, տվյալ շահառու կողմի համար։ Այս պահին գեղարվեստական ֆիլմի առումով փորձում ենք ստեղծել այնպիսի մի երիտասարդական ֆիլմ, որը արժեք կունենա, որը թիթեռի կյանքով չլինի ստեղծված բոլոր ֆիլմերի նման։ Այսինքն մեր ժամանակի կերպարը այսօր բացակայում է։ Չկա մեր ժամանակի հերոսի կերպարը, չկա մեր ժամանակի առասպելը, եթե կուզեք, չկա մեր ժամանակի պատկերացումը իրական։ Երկար ժամանակ աշխատում էինք խաղարկային մի սցենարի վրա, որը փորձում էինք ստեղծել մի քանի պետությունների օգնությամբ, հայ-թուրքական սցենար էր, որի իրական հիմքը հայ-թուրքական լեգենդ էր, ինչպես է թուրք երիտասարդը սիրահարվում հայ աղջկա, եւ փորձում էինք այդ լեգենդը կյանքի կոչել, իրականացնել, նկարել, երկար ժամանակ աշխատեցինք այդ սցենարի վրա, որը ամբողջությամբ արդեն պատրաստ էր, մտածված էին բոլոր դետալները, մտածված էին նաեւ նկարահանման վայրերը, թե որտեղ պետք է նկարվեր, բայց բնականաբար այսօր արդեն դա դժվար դարձավ իրականացնել զուտ ֆինանսական խնդիրների պատճառով, բայց ամեն դեպքում աշխատանքները այնպես չի որ արեցինք եւ ջուրը նետեցինք։ Դրանք արդեն պատրաստ աշխատանքներ են, որոնք ուղղակի արդեն պետք է կյանքի կոչել։ Բազմաթիվ ֆիլմեր կարող ենք տեսնել, բազմաթիվ ակնարկներով կարող ենք գեղարվեստական ֆիլմերում լսել ցեղասպանության մասին, բայց դա այն չէ, ինչ մենք ուզում ենք, այն չէ, ինչ հայը ուզում է տեսնել։ Իրական ցեղասպանության մասին ֆիլմը պետք է լինի միանգամայն տարբեր բոլոր այն ստեղծվածներից, որոնք մինչև այսօր կան։ Գուցե կան սցենարիստներ, ովքեր ստվերում են կամ չեն երևում, բայց դաշտում եւ ընդհանրապես տեսադաշտում չկան այնպիսի մրցունակ սցենարներ, որոնք կարող են միջազգային շուկայում որևէ խնդիր չունենալ։ Այսինքն, որտեղ ենք մենք թերացել, պետք է դա գտնել։ Լավ ֆիլմ ստեղծելու համար ի սկզբանե գտնել մրցունակ սցենարական աշխատանքներ, որոնք կարող են ներկայացվել, որոնք կարող են միջազգային դաշտում գտնել իրենց տեղը։ Կինոարտադրությունը Հայաստանում մի պահ իրականում ճգնաժամ ապրեց, բայց դա փոխվեց։ Որտեղ հանգեցինք, ստեղծվեց մի իրավիճակ, երբ մենք հիմա ունենք ֆիլմեր, կան աշխատանքներ, որոնք տեսողական առումով գրեթե ոչնչով չեն կարող տարբերվել լավագույն ֆիլմերից, վիզուալ առումով զուտ, մոնտաժային կլինի, նկարահանում կլինի, գրաֆիկական աշխատանք կլինի, որոնք ոչ մի ձևով հետ չեն մնում կինոշուկայում, բայց կրկին սցենարական առումով նրանք տուժում են։ Մեր կինոշուկան իր զարգացումը չպահեց, եթե մենք ժամանակին, եթե ունենք ֆիլմեր, որոնք այսօր միլիոն երրորդ անգամ մենք դիտում ենք, որոնք ստեղծվել են 60-ական, 70-ական թվականներին, 80-ական թվականներին,
Այդ զարգացումը չպահպանվեց ուղղակի, որովհետև հասարակարգի փոփոխության խնդիրը առաջ բերեց լուրջ ճգնաժամ գրեթե բոլոր ոլորտներում։ Դրանից հետո կարող էր կինոն զարգանալ, բայց մենք կարծես թե այսպիսի իրավիճակ էր, որ դեռ այդ հատվածին ուշադրություն դարձնելն այնքան էլ կարևոր չէր, ավելի լուրջ խնդիրներ ունեին։ Մենք կարողանում ենք արդեն գտնել առաջին հերթին անհատների, ովքեր կարողանան լուրջ ներդրումներ ունենալ ֆիլմի ստեղծման ճանապարհին։ Այսինքն զարգացումներ դեռևս կլինեն, բայց դրանք կլինեն ոչ մոտ ապագայում։